Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք հուզում են կամ պետք է հուզեն։ Հասարակության այսօր իմ զրուցակիցն է կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը, բարև ձեզ։ Ողջույն։ Անցած 5 շաբթի Դավոսում տեղի ունեցավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնության այսպես հիմնարկեք կարելի ասել, ստորագրվեց խաղաղության խորհրդի կանոնադրությունը, դրան մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի տարողությանը եւ ընդհանուր առմամբ շուրջ 60 երկրի ներկայացուցիչներ կային տարբեր մակարդակի առաջին կամ երկրորդ դեմքերով։ Բայց հիմա տեսեք, այդ խաղաղության խորհրդի ընդհանրապես բովանդակությունը մի քիչ հակասական մեկնաբանությունների է, ինչ որ մեկը ասում է շատ լավ է, ինչ որ մեկը ասում է վայ անվտանգային մեր իմացած ճարտարապետությունը քարոքան դե արվում։ Հիմա ինչ է իրենից ներկայացնում այդ խորհուրդը, առաջին հարց, երկրորդը ինչ է դա տալիս Հայաստանին, ամենակարևորը։ Տեսեք, իրականում վաղուց արդեն անվտանգային ճարտարապետությունը, եթե այդպես իրավական կառուցակարգերը ասենք, իրենք արդեն վաղուց փլուզված են մեր մոտ, որպես իներցիայով մենք փորձում ենք դա չնկատել, ոչ միայն մենք, շատերը։ Այն խնդիրները, որ հիմա ՆԱՏՕ-ն է բախվում եւ առհասարակ այն խնդիրները, որոնք կան նաեւ երկկողմ մակարդակում տարբեր պետությունների միջև, ինչպես է իրեն դրսևորում ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն եւ այլն, այս ամեն ինչը խոսում են ամասի, որ այդ կառուցակարգերը առնվազն 70-ականներից սկսած այդ Հելսինկյան եզրափակիչ ակտից սկսած այդ կառուցակարգերը, որոնք հստակ աշխատում են եւ այլն, դրանք այլևս չկան։ Հիմա ինչ է իրենց ներկայացում այս խորհուրդը։ Ես կարծում եմ, այս խորհուրդը այն միջանկյալ լուծումն է, որը տեղավորվում է փլուզված կառուցակարգերի եւ ապագայում կառուցվելիք կառուցակարգերի արանքում։ Ինչու եմ ես դրական գնահատում ընդհանրապես այս խորհրդի ուրեմն գոյությունը, որովհետև գիտեք, երբ կոնֆլիկտը հասունանում է, այսինքն դառնում է արդեն այնպիսին, որ այլևս պետք է դրան առերեսվել, առնվազն պետք է առերեսվել, այսինքն պետք է արձանագրել, որ սա առերեսման փուլն է։ Եվ ես այս խորհուրդը դիտարկում եմ այդ առերեսման փուլի տրամաբանության ներքո։ Չեմ կարծում, որ այն ուրեմն կդառնա ՄԱԿ 2, բնականաբար, բայց այնուամենայնիվ այս խորհուրդը ներկայացնում է, թե ինչպես է աղճատվել, խեղվել միջազգային հարաբերությունները, միջազգային իրավունքը եւ առհասարակ բոլոր միջազգային իրավական կառուցակարգերը։ Ինչ է տալիս դա Հայաստանին։ Տարիներ առաջ 22 թվականից սկսած 22-23 թվականներին, երբ մենք վերլուծում էինք, մենք արդեն ասում էինք, որ կառուցակարգերը փլուզում են եւ փորձում ենք հասկանալ Հայաստանը որտեղ պետք է լինի, մենք միշտ ընդգծում էինք, որ Հայաստանը պետք է առնվազն այնքան սուվերեն դառնա այն պահին, երբ որոշակի կառուցակարգեր կհաստատվեն, որպեսզի կարողանա սուվերեն որոշում կայացնել, ինքը որտեղ է լինելու։ Ես վերջին շաբաթը մտածում եմ դրա մասին, որովհետև որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, օրինակ 1 տարի առաջ, որ Հայաստանը կարող է լինել այդ խորհրդում։ Եվ նստած լիներ 1 տարի առաջ շատ հեռու գնացինք, Ամանորին։ Ամանորին։ Շատ լավ։ Մեր համար իրականում դա այսպես բացարձակ ընկալելի չէր լինի, թե որևէ մեկը վերլուծեր, ասել, որ կարող է նման բան լինի եւ Հայաստանը լինի այնտեղ։ Հիմա գիտեք, ինչ է տալիս դա մեզ։ Դա մեզ տալիս է հետեւյալը, որ այն պարադիգմը, որը տարածաշրջանում այլևս փոխվել է եւ այդտեղ Հայաստանը ունի սուբյեկտայնություն, այդ թվում նաեւ Թրիպի ներկայությամբ, դա ամրագրվում է։ Հետագայում արդեն, երբ ես ընդգծեցի միջանկյալ լուծում է խորհուրդը, հետագայում արդեն այս խորհրդին ինչ կհաջորդի, ինչ միջազգային իրավական կառուցակարգեր, ինչպիսի ՄԱԿ կձևավորվի, իսկ այն, որ դեռևս 10-15-20 տարի առաջ արդեն սկսել են շատ խոսել նրա մասին, որ ՄԱԿ-ը իրեն սպառել է, հա, առնվազն մշտական անդամների այդ վետո իրավունքը, քանակը եւ այլն եւ այլն։ Առնվազն Հայաստանը այս պայդրությամբ կարող է արձանագրել, որ իր համալուծել է անվտանգային ֆիզիկական անվտանգության խնդիր եւ հայտնվել է մի բլոկում,
մի այսպես հավաքատեղիում, որտեղ ներկայացված է նաև այն կողմը, ոչ միայն ներկայացված է, այլ նաև ուրեմն առաջամարտիկն է, որը իր երկարատև ներդրումն է ունենում ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության գործընթացում։ Մեծ դաշտ է բացվում համագործակցության։ Այսինքն դուք հիմա պնդում եք, որ Հայաստանը արդեն ունի ինքնիշխանության այն մակարդակը, որ հնարավորություն է ստացել մանևրելու տարբեր դաշտերի մեջ։ Միանշանակ եւ դրա ապացույցը այդ թվում նաև տասնյակից ավել ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթերն են։ Դրանք հնարավորություն են տալիս մանևրելու, բայց դրանք նաև արգասիկ են մանևրականության։ Այսինքն դու չես կարող, ամենադժվարը այդ առաջինն է, երկրորդն է, որովհետեւ դրանից հետո ակումուլյատիվ էֆեկտն է սկսում առաջանալ։ Այսինքն մենք նայում ենք, որ այս մասով մենք կարողանում ենք մեզ դրսևորել։ Մենք այսօր կարողանում ենք նաև Ռուսաստանի հետ խոսել շատ հավասարի, իհարկե ես չեմ բացարձակ պնդում, որ մենք ունենք նույն գործիքակազմը, նույն ուժը, նույն եւ այլն, դրա մասին չի խոսքը, բայց եթե համեմատենք մեր տոնը, մեր խոսակցության, մեր բառամթերքը, մեր ուրեմն թեզերը, նրա ինչ որ հիմա է արվում եւ համեմատենք դրան ինչ եղել օրինակ 21 թվականին կամ 22 թվականին, այդտեղ սարեր եւ ձորեր են։ Այսինքն փաստերի վրա, փաստերը երբ մենք նայում ենք, տեսնում ենք, որ այո, Հայաստանը այսօր գտնվում է սուվերենության այլևս այն մակարդակի վրա, որ իրեն հնարավորություն է տալիս սուվերեն որոշումներ կայացնել, լավ թե վատ, սա արծի մյուս կողմն է, բայց դրանք մեր որոշումներն են։ Հիմա տեսեք, դուք ասում եք հիշատակեցիք Ռուսաստանին, շատերը այսպես պայմանական ասեմ ձախ թևից, հա։ Պնդում են, որ դա ոչ թե նրանից է, որ մենք մեր ինքնիշխանության մակարդակը բարձրացել է եւ այլ, որովհետեւ Ռուսաստանը հիմա մեզնով զբաղվելու ժամանակ չունի։ Եվ Ռուսաստանը այս քայքայիչ պատերազմի պայմաններում արդեն հեսա 4-րդ տարին կսկսվի պատերազմի, արդեն ուղղակի թուլացել է։ Այ հեսա հենց պատերազմը վերջանա, Ռուսաստանը մի հատ գործերը նորից կվերանայի ու տեսեք մեր հետ ինչ կանի դրանից հետո։ Դե տրամաբանության Ռուսաստանը մեր հետ մեզանով զբաղվելու ժամանակ չունի, եթե մեզանով զբաղվելը մենք նկատի ունենք օրինակ այն թե ինչպես է Ռուսաստանը մեզանով զբաղվում 21-22 թվականներին, երբ Ադրբեջանի գործի քայնացնում էր, հա, մեր դեմ, իհարկե ամենևին չբացառելով, չհերքելով, որ Ադրբեջանին դա ձեռնտու էր եւ Ադրբեջանն էլ էր այդտեղ սուբյեկտ, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, չէ՞, սինխրոն աշխատանքը։ Այսինքն նկատի ունեմ, որ եթե մեզանով զբաղվել ասելով մենք դա նկատի ունենք, այո, այդ հնարավորությունները Ռուսաստանի այլևս չկան։ Դրանք այլևս չկան։ Կան այլ հնարավորություններ, դրանք հիբրիդային գործիքներ, դրանք կարող են ներսում պրոքսի ուժերի օգտագործում, դրանք կարող են մեծ ֆինանսական ռեսուրսների ուղղորդում դեպի դիզինֆորմացիա, պետական ինստիտուտների նկատմամբ վստահության խաթարում, մանավանդ որ մենք առանձնապես չենք փայլում պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքով եւ չենք ընկալում, չէ՞, մեզանում այդ հիբրիդային ամենալուրջ սպառնալիքներից մեկը սորը մեր պետական, այ ուրիշների պետականը շատ հարգում ենք։ Շատ լավ։ Սորաբար հիբրիդայինի կոմպոնենտներից ամենաայսպես գիտեք լուրջ, շատ լուրջը, որ ժողովրդավարություն ընդդեմ ավտոկրատիա, որ ավտոկրատիան ուզում եմ ասել դուք լավ բան չի, ժողովրդավարությունը գիտեք որն է, երբ որ ասում են մեզ ուժեղ բռունցք է պետք։ Այդ ուժեղ բռունցքը մշտապես տասնամյակներ մեր հետ եկել է, չէ՞ որ մենք պետք է ուժեղ բռունցք ունենա, այնա լավ տղա էր, որ կարողանում է լավ բանակցել։ Ոչինչ, որ բանակցության արդյունքում մենք ամեն ինչ այսպես նվիրում էինք ռուսներին, բայց ինքը այսպես շատ լուրջ դեմքի արտահայտությամբ է նստում եւ այլն։ Այսինքն մեզանում այդ ամեն ինչը կա։ Ես նկատում եմ, որ այս ամեն ինչը, երբ մենք այսպես իմի ենք բերում, ես կարծում եմ, որ այո, մենք հիմա գտնվում ենք արդեն այն իրավիճակում, երբ կարող ենք ասել, որ մեզ հաջողվել է։ Մեզ այնուամենայնիվ հաջողվել է Ռուսաստանի զրկել այնպիսի գործիքներից, որոնք նախկինում ակտիվ օգտագործվել են մեր դեմ։ Ինչու է հաջողվել, գիտեք, որտեղ մենք առերեսվել ենք իրականության հետ։ Առերեսվել ենք իրականության հետ։ Այսինքն մեզանում ամենամեծ խնդիրը դա իրականությունը հերքելն է եղել։ Ընդ որում ձգտել շատ ավելին, քան մենք մեզ կարող ենք թույլ տալ, բայց այդ ընթացքում չանել որևէ առարկայական քայլ ստանալու համար այդ ավելինի գոնե 50%-ին։
Հիմա այդ տրամաբանությամբ կարծես գործերը չեն արվում։ Այդ գործերը չեն արվում։ Եվ եթե օրինակ նախկինում մենք կարող ենք հանգիստ լսել, որ դե մենք որևէ մեկին հետաքրքիր չենք, եւ դա ուներ հիմք։ Ինչու էր դա ասվում, որովհետեւ նա ով մեզ ասում էր, որ մենք որևէ մեկին հետաքրքիր չենք, շատ լավ գիտեր, որ ռազմավարական նշանակության բոլոր օբյեկտները թերևս իր վերահսկողության տակ են գտնվում եւ ուժային կառույցները վերցնենք մեծ մասամբ եւ կրթական մակարդակում եւ այլն, շահկապված էր, հա, այդ ամեն ինչը։ Այսինքն տրամաբանությունը հետեւյալն էր, որ դե գետնի վրա տեսում եք ինչ է կատարում, հետեւաբար դուք մեր հետ կարող եք, հա, որևէ մեկին դուք հետաքրքիր չեք լինի, որտեւ ինքը գալուց պիտի շահը բերի, բայց ոնց իր շահը բերի, եթե այնտեղ ամբողջովին իմ շահն է։ Հիմա այլևս այդ տրամաբանությունն էլ չի գործում։ Տեսեք, Տիկին Մարգարյան, հիմա եկեք այն մի ճամբարից խոսենք։ Թրամփի թիմին միանալը պայմանական եմ ասում շատ։ Ռիսկա ինչի համար եմ ես այդ հարցը տալիս, որովհետև տեսեք, տրանսֆորմացիայի ենթարկվեց Թրամփի քաղաքականությունը արտաքին այդ թվում, եւ եթե ինքը ժամանակին խոսում էր խաղաղությունից, խաղաղության հաստատման անհրաժեշտությունից, հիմա եթե վերաձևակերպենք այսպես, ինքը իրավունքի ուժից անցում է կատարում ուժերի իրավունքին։ Այսինքն տրանսֆորմացիան էլի ավելի կարճ խաղաղություն ուժի միջոցով։ Հիմա Թրամփը մի կողմից խոսում է խաղաղությունից, մյուս կողմից հայտարարում է, որ ամերիկյան նավատորմը մտնում է Պարսից ծոց, մոտենում է Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններին։ Ըստ էության դա չասեմ պատերազմ է, բայց պատերազմի սպառնալիք է, հա։ Եվ լինել է թիմի մեջ, իմանալով, որ ուժերի իրավունքն է աշխատելու, Հայաստանի համար ռիսկ չկա։ Բացարձակ այս բանի ռիսկ չկա, որովհետև մենք այդ թիմի մեջ չենք։ Պարզապես մենք չենք կարող լինել այդ թիմի մեջ։ Ես երեք լսում էի Կանադայի ուրեմն վարչապետի ելույթը եւ այնտեղ ինքը խոսում էր միջին չափի, միջին հնարավորությունների պետությունների պատասխանատվության մասին, որ այս իրավիճակում իրենք պետք է ավելի միասնական լինեն եւ այլն եւ այլն։ Հետո դրանից հետո լսում էի այլ դիրքորոշումներ սրա վերաբերյալ եւ մեկ ինչ շատ դուր եկավ, դա վերաբերում էր հետեւյալին, որ աշխարհը վերաձևավորում են եւ կարգ ու կանոնը գծում են խոշորները, գերտերությունները, միջինները եւ փոքրերը պարզապես փորձում են ինչ որ կերպ տեղավորվել։ Մենք միջին չենք, մենք փոքր ենք։ Մենք տեղավորվել ենք, որովհետեւ աշխարհը գծող կողմերից մեկը այլևս մեր ռազմական գործընկերն է եւ այդ ռազմական գործընկերությունը միսուարիուն է ստանում, այդ թվում նաեւ տրիպով։ Հետեւաբար ես այստեղ գիտեք որևէ մեկը, եթե օրինակ իրավիճակ փոխվի, պարադիգմ փոխվի, հա, որևէ մեկը Հայաստանից չի պահանջելու բացատրություն, թե ինչու էր օրինակ ինքը նստած այդ խորհրդում։ Որևէ մեկը Հայաստանից դա չի պահանջելու։ Այդ պահանջը օրինակ կարող է լինել Միացյալ Նահանգների դեմ, հա, կամ մեկ այլ ինչ որ խոշորի։ Կարող է լինել, չգիտեմ, այլ կոնտեքստում Չինաստանին կամ Ռուսաստանին, հա, Հնդկաստանին, բայց Հայաստանին դա այդ հարցը չի տրվելու։ Մենք պետք է հիմա մտածենք անել ամեն ինչ, որպեսզի ապահովագրենք մեր պետականության հարատևումը այս անորոշ աշխարհակարգում։ Տնտեսական փոխկապակցվածություն ստեղծելով, ուրեմն քաղաքական փոխկապակցվածություն ստեղծելով եւ հնարավորինս ադապտացվելու այդ կարողությունը դրսևորելով։ Այս պահին կարծես թե մեզ դա հաջողում է։ Տեսեք, նույն Դավոսի համարը շրջանակում Ալիևը Ադրբեջանի նախագահը խոսում են մասին, որ Հայաստանի համար միջանցքներ են բացել, ընդ որում ընդգծում եմ միջանցք բառը ինքն է օգտագործել Ադրբեջանի տարածքով, որ Ռուսաստանից եւ Ղազախստանից հնարավոր լինի բեռնափոխադրումներ իրականացնել, որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ավելի ճիշտ զրոյից սկսումը Հայաստանի հետ արդեն խոսում է այն մասին, որ խաղաղությունը իրականություն է, բայց միաժամանակ բնականաբար Ալիև այդ մասին չի խոսում, Ադրբեջանը շարունակում է մեծ թափով զինվել։ Հիմա այստեղ այս երկու իրողությունները հակոտնյա չեն իրար մեկ, երկրորդ, ինչի եմ ես այդ հարցը տալիս, որովհետև 2010 թվականից առնվազն մեր Հայաստանի Հանրապետության ամենատարբեր ռանգի չինովնիկներ մեզ համոզում էին, որ Ադրբեջանի զինվելը դա մեզ համար խնդիր չէ, եւ այդ զենքը երբեք Հայաստանի դեմ չի կրակելու։ Արդյունքում եղավ այն, ինչ որ եղավ։ Հիմա այդ ռիսկը չկա էլ։
հոյակապ համեմատություն եք անում, շատ կարևոր է որ մենք բարբերաբար այդպես համեմատություններ անենք։ Տեսեք, առաջին հերթին ինչ ենք մենք մտածում, որ Ադրբեջանը զինվում է հենց հատկապես միայն Հայաստանի կողմից, հա, պոտենցիալ սպառնալիքների դիմակայելու համար, բնականաբար տարածաշրջանում կա նաև Ռուսաստան։ Ես չեմ բացառում, որ այսինքն հետո Ադրբեջանը իրեն սուբհեգեմոն է ուզում դիրքավորել տարածաշրջանում, սուբհեգեմոնը նաև պետք է ընդհատի իրենից ռազմական հզոր կարողություններ։ Երրորդ, Ադրբեջանը որքան էլ որ մենք հիմա Ադրբեջանի հետ գնում ենք խաղաղության գործընթաց եւ այլն, ասեք, խնդրեմ, մենք արդյոք շարունակում ենք զինվել, շարունակում ենք։ Մենք արդյոք շարունակում ենք ուրեմն կառուցել մեր պաշտպանական համակարգը, այո, շարունակում ենք։ Մենք արդյոք պատրաստվում ենք համապարփակ պաշտպանության անվտանգության մոդելի կիրարկմանը, այո, այդ գործընթացների մեջ ենք։ Մենք արդյոք շարունակում ենք դիվերսիֆիկացնել մեր անվտանգային պարտներներին, արտաքին քաղաքականության պարտներներին, այո, մենք դա անում ենք, որովհետև դա մեր պարտականությունն է։ Յուրաքանչյուրը դա անում է իր ուժերի ներածի չափով։ Նույնն էլ անում է Ադրբեջանը։ Նկատի ունեմ, որ այն որ օրինակ կարող է 5 տարի հետո կամ 10 տարի հետո լինել որևէ բան, որը հնարավորություն տա Ադրբեջանին, ուրեմն այսպես ջախջախից հարված հասցնել Հայաստանին, ասում եմ, սա որևէ մեկը չպետք է բացառի։ Եթե այսօրվա տրամաբանությամբ մենք առաջնորդվենք, մենք ասենք, որ դա պետք է բացառել, որովհետև առնվազն 5-10 տարի հետո Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ տնտեսական կառուցվածքները այնքան փոխկապակցված են լինելու եւ առասարակ այդ միջին միջանցք եւ այլն, որ դա անհրաժեշտ չի լինի, դա խելամիտ չի լինի Ադրբեջանի կողմից անելու, բայց քանի որ նորից մենք ապրում ենք անորոշ ժամանակահատվածում, մենք չգիտենք ինչ է լինելու 5-10 տարի հետո, մենք չպետք է բացառենք նաեւ այդ Ես գիտեք մի բան եմ ուզում ասել, նորից պետք է վերջվերեն ֆինական մոդելը, իրենք ունեն ուրեմն, եթե չեմ սխալվում 15 գործառույթ, կարծեմ 13 գործառույթ, որոնցից ընդամենը մեկն է ռազմական, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը, այդտեղ կա եւ հոգեբանական անվտանգություն, տարբեր կոմպոնենտներ կան, միայն էներգետիկ ենթակառուցվածքներ եւ այլն, բայց ռազմականը ընդամենը մեկ կոմպոնենտն է։ Ինչու՞, որովհետև նրանք հասկանում են, որ անվտանգային ռիսկերը իրանք այսպես միաշերտ չեն, իրանք շատ բազմաշերտ են եւ դրանք բոլորը պետք է դիտարկել եւ մեկը մեկին այսպես փոխկապակցված կարողանալ հասցեագրել, հա, հետեւաբար երբ որ մենք ասում ենք Ադրբեջանը զինվում է, դա նշանակում է Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, սա կարող է լինել շատ տրամաբանորեն կարելի է հիմնավորել, բայց մյուս կողմից պետք է ասենք շատ լավ, այդ դեպքում մենք ինչ ենք անում, որ զինվելով իսկ հանդերձ Ադրբեջանի անհրաժեշտ չլինի դիմել ռազմական ուժի։ Ինչ ենք մենք անում դրա համար։ Ես կարծում եմ, որ այս ժամանակահատվածում կարծես ամեն ինչ այդ ուղղությամբ էլ գնում է։ Միշտ որ փոքր պետությունների կոնցեպտի տրամաբանությունը նշում ենք, ինչ ենք ասում ենք փոքր պետությունը պետք է կարողանա այնպես բարձրացնել իր վրա հարձակվելու գինը, որ հարձակվողը երկար մտածի, մշակութային, չգիտեմ, քաղաքական, տնտեսական, ռազմական այդ իմիջային վտանգները, որ ինքը կրելու է, արդյոք արժեն նրան, ինչ որ ինքը ստանալու է։ Այսինքն մենք այս ուղղությամբ պետք է գնանք։ Այո, Ադրբեջանը զինվում է, Ադրբեջանը չի հրաժարվելու արևմտյան Ադրբեջան կեղծ, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան կեղծ թեզից, այո, Ադրբեջանը տակ է պահելու այնուամենայնիվ, այսպես համապատասխան պահի հասարակության ներսում նորից գեներացնելու հայատյացությունը եւ այլն, բայց հիմա ստեղծվել են բոլոր պայմանները դա չեզոքացնելու համար։ Այս ուղղությամբ է պետք շարժվել, ունենալով իհարկե նաև այն նորից ֆիների մոտ կա այդպես չէ, իրենք սցենարներ ունեն հնարավոր անվտանգային խնդիրների ու ռազմական էլի եմ ասում, միայն մեկն է։ Այս սցենարը մենք պետք է ունենանք, պատրաստվենք դրան։ Ինչ գործիքներով, ես միանշանակ ընդգծում եմ, որ այստեղ ամենակարևորը տնտեսական փոխկապակցվածության ստեղծումն է։ Սա ամենահզոր գործիքն է, նույն վերցնենք հիմա ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ի ներսում, հա, այն խնդիրները, որ մենք տեսնում ենք, ռազմական բաղադրիչը, բայց շատ դեպքերում այդ ռազմական բաղադրիչը հնարավոր է լինում կարգավորել եւ մենք դա տեսանք նաեւ Դավոսում։ Ինչու՞, որովհետեւ մեծ մասը Եվրոպական միության անդամներ են եւ նրանք տնտեսական առումով եւ ոչ միայն Եվրոպական միությունն էլ Միացյալ Նահանգների հետ տնտեսական առումով իրենք փոխկապակցված են։ Հետեւաբար դա նրանց դրդում է այնուամենայնիվ անվտանգային ռիսկերը
դիտարկելով նաև համադրել տնտեսական ռիսկերի հետ։ Տեսեք, դուք Ֆինլանդիայի օրինակը բերեցիք, Ֆինլանդիան այս վերջին շրջանում չեզոք կարգավիճակից դուրս եկավ շնորհիվ իհարկե Ռուսաստանի բավական ագրեսիվ արտաքին քաղաքականության եւ դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Եվ այստեղ երբ այդ ներքաղաքական ու ոչ միայն ներքաղաքական դիսկուրսը գնում է Հայաստանի Հանրապետությունում, իշխանություններին հիմնականում մեղադրում են մի գլխավոր բացթողման համար։ Տեսեք, դուք անկեցեցիք, որ մենք ստորագրել ենք մի շարք համաձայնագրեր մի շարք երկրների հետ ռազմավարական գործակցության մասին։ Բայց մենք ունենք ամենադեպս թղթի վրա մեկ ռազմական դաշնակից եւ չունենք ուրիշ որևէ մեկին։ Այսինքն թե ինչպես իրեն կպահի ռազմական դաշնակիցը կամ ինչպես է պահել հիմա տնենք մի կողմ, չքննարկենք, որ շատ է խոսվել այդ մասին։ Բայց եթե գնանք այդ ռիսկային սցենարի վրա, տեսեք, Ադրբեջանը որպես դաշնակից ունի Թուրքիա, Ադրբեջանը որպես դաշնակից ունի Պակիստան, Ադրբեջանը հիմա մի քիչ երևի կասեի 60-40 հավանականությամբ ունի Իսրայել որպես դաշնակից։ Հայաստանը փաստորեն չունի ընդհանրապես, որտեղ Իրանը բնական դաշնակից ենք մենք համարում Իրանի Իսլամական Հանրապետությունը, բայց Իրանի Իսլամական Հանրապետությունը հիմա իր խնդիրներով է ավելի շատ պարապում, այնպես որ այդպես առանձնապես ընդհանրապես չեմ կարծում, թե որևէ դեպքում Իրանը ռազմական օգնություն ցույց կտար Հայաստանին ամեն դեպքում։ Նայած օգնություն ասելով ինչ։ Դե հա։ Հիմա դաշնակիցներ մեզ պետք են, թե պետք չեն։ Լավ հարց եք տալիս։ Գիտեք, երբ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը սպառնում է մյուս ՆԱՏՕ-ի անդամ պետությանը, պետության սուվերենությանը եւ ինքնիշխանությանը, ապա այստեղ մենք հասկանում ենք, որ այդ դաշնակցային, այդ կլասիկ, դասական դաշնակցային տրամաբանությունը, երբ խոսք վերաբերում է ռազմական կոմպոնենտին, սա էլ է խեղվել։ Օրինակ, եթե սառը պատերազմի ժամանակ հենց առաջացան երկկողմ ռազմավարական գործընկերությունները, Միացյալ Նահանգներից եկավ այդ կոնցեպտը, սա նորամուծություն էր, որ դասական այդ կոլեկտիվ պաշտպանություն ենթադրող ռազմական դաշինքներից դուրս պետությունները կարողանան իրար հետ նաև երկկողմ, միգուցե եռակողմ եւ այլն եւ այլն։ Գիտեք, ես այնուամենայնիվ կարծում եմ, որ այս տարբերակը դեռ շարունակում է գործել։ Այսինքն երկկողմ, միգուցե այնտեղ եռակողմ, բայց ոչ կոլեկտիվ, հա։ Հիմա Ադրբեջանը դուք իրավացիորեն նշեցիք, ունի Թուրքիա, ունի Պակիստան, առնվազն մենք չունենք որևէ մեկին, որտեղ Ռուսաստանին մենք չենք կարող այդտեղ հաշվել։ Ինչ է պետք անել Հայաստանին հերթականությամբ։ Ուրեմն սկսում ենք ռազմավարական գործընկերություններ։ Ինչի՞։ Որտեղ այդ ռազմավարական գործընկերությունը ինքը պլատֆորմ է նայություն է տալիս, որ դու գտնես քո եւ տվյալ պետության համատեղ շահերը։ Այդտեղ կարող է հիմա լինել տնտեսություն, կարող է լինել ուրեմն, չգիտեմ, տեղեկատվական ոլորտ եւ այլն եւ այլն։ Ժամանակի ընթացքում երբ այդ կապերը խորանում են, արդեն դու կարող ես անցնել երկրորդ этаպին։ Դու արդեն կարող ես ֆորմալ ռազմական նաև կոմպոնենտ մտցնել այդտեղ։ Նկատի ունեմ, սա գործընթաց է, որը մենք մեկնարկել ենք, եւ ես ամենևին չեմ բացառում, որ հաշվի առնելով նաև բարենպաստ իրողությունները ներկայիս, մենք կարող ենք մոտ 3-ից 4-5 տարի հետո ունենալ մի իրավիճակ, որ այդ ռազմավարական գործընկերներից մի քանիսը այլևս մեր համար դառնան նաև ռազմական, այսպես կոմպոնենտ դիտարկող, հա, դաշնակիցներ։ Բայց նորից պետք է ընդգծեմ, այս ճանապարհը, որ ասում են գործընկերություններից ենք սկսում գալ, պետք է զուգորդվի մեր ներտնային աշխատանքով։ Այսինքն, եթե մենք ինքներս, ֆիներից մենք շատ ենք խոսում, 100 տարի առաջ են սկսել իրենց համակարգը ձևավորել, 6-ից 12 ամիս են իրենց մոտ ծառայում, դուք պատկերացնում եք, ու համարում են ունի շատ, 6 ամսից ավել է համարում են շատ, բայց յուրաքանչյուր կին տղամարդ, ով պարտադիր ժամկետային զանիծառայություն է իրականացել, հետո որ գնում է տուն, ինքը այնքան ինտեգրված է լինում այդ ուրեմն տրեյնինգներին, որոնք իրականացվում են, որ ինքը պատրաստի զինվոր է ռազմական գործողությունների ժամանակ։ Իսկ սա ինչ է նշանակում, որ իրենք գտել են այն գաղափարը, որի շուրջ կարողացել են, այսպես համախմբվել։ Դե տրամաբանությամբ 3 երկիր կա ընդհանուր առմամբ, դա մեկը Ֆինլանդիան է, որի մասին խոսում եք,
մյուսը Իսրայելն է, որի մասին անընդհատ բոլորը խոսում են, որպես օրինակ են բերում, եւ Շվեյցարիան, որ ըստ զինված ուժեր չունի։ Բայց ինչա Շվեյցարիայի վրա հարձակվելը դա Բայց ինչա, անգամ Հիտլերի համար էր ռիսկային։ Բայց ինչի եմ ես ընդգծում, գիտեք, այս հանգամանքը, ինչի ես եկա, ուզում եմ ռազմական կոմպոնենտը կապել շատ կարևոր կոմպոնենտ է, որտեղ առանց դրա չի լինի։ Տեսեք, ես նաև լսում եմ մեր վերջերս շատ հետաքրքիր միտք եմ լսել, որ մենք հայերս սիրում ենք միմյանց հետ շփվել եւ այլն, մենք շատ բարեկամներ ունենք, շատ ընկերներ ունենք, 3 րոպե խոսում ենք, պարզվում է, որ մենք վաղուց իրար ճանաչում ենք եւ այլն եւ այլն։ Այսինքն բանակը պետք է հասարակությունից տարանջատված չլինի։ Մենք ունենք այդ պոտենցիալը, այդ համապարփակը մեր մոտ ներդնելու, որ բանակը հասարակությունից տարանջատված չի։ Այսինքն ձեր հարցի ուղիղ պատասխանը, ցեցինք ռազմավարական գործընկերներով այդպես շարժվում ենք, ակտիվ աշխատում ենք, գալիս ենք ասում ենք ինչ որ նաև ռազմական կոմպոնենտի, կներեք, եթե 3 տարի առաջ որը մեկը կասեր, որ ԵՄ-ի հետ մենք անվտանգության ոլորտում կունենանք համագործակցություն, մենք կասենք դա բացառվում է, հա, եւ զուգահեռաբար քո ներսում հասարակությունն ես դու կարգի բերում։ Ես չեմ ասում զինված ուժերը, հասարակությունն ես կարգի բերում, որովհետեւ զինված ուժերի հասարակություն կապը պետք է լինի ուղիղ։ Եթե դա ուղիղ չեղավ, այն մնացած կոմպոնենտները չեն աշխատելու, որտեղ ամենավատ պարագայում են զոնտիկը, անձրևանոցը դու պիտի ունենաս պահարանում, որը պետք է պահես գլխիդ վերևում, եթե հանկարծ քո վրա ռազմական ագրեսիա լինի։ Շատ լավ, քո գործընկերը կարող է քեզ որոշակի աջակցություն ցույց տալ, բայց ներսում, եթե դու այդ պատրաստվածությունը չունենաս, համահասարակական whole of society մոտեցմամբ մեր նման փոքրերը մեկ օր էլ չեն դիմանա, մեկ օր էլ չեն ձգի։ Հիմա այսպես ամփոփելով մոտավոր, տեսեք, մենք խոսեցինք ավելի ճիշտ անվտանգությունից, խոսեցինք անվտանգային երաշխիքներից, մի քանի անգամ անդրադարձանք թրիփին, այդ թվում նաև որպես անվտանգային երաշխիք։ Հիմա ըստ ձեզ թրիփը այնուհանդերձ այն երկաթ բետոնե երաշխիքն է անվտանգային, որը Հայաստանին հնարավորություն կտա առնվազն մի քանի տարի ազատ շունչ քաշել եւ զբաղվել այդ ձեր ասած խնդիրների լուծմամբ։ Թե այնուհանդերձ մենք պիտի այսպես աչքի պոչով շատ ուշադիր հետևենք ինչ են անում, ինչ է կատարվում, որ հանկարծ են արանքներից ինչ։ Դեմ արդև հայացքով պետք է հետևենք միանշանակ։ Այդ թմբիրի մեջ ընկնելը մի ժամանակ էլ մտածում ենք դե ռուսները մեր ռազմավարական դաշնակիցն են, 102 ռազմաբազա եւ այլն, Ադրբեջանը իրեն երբևէ իրավունք չի վերապահի մեր վրա հարձակվել, հա, չէ, ժամանակները փոխվում են եւ երբ ես ասում եմ ադապտացվել, հենց դա նկատի ունեմ, այդ ամենահզոր կոմպոնենտն է, ես միշտ օնակվիներին, որ այդ հարցը տալիս եմ, լավ, ինչպես է կարողացել այդ ամենը, ասում են ադապտացվելով, անընդհատ ադապտացիայի ենք ենթարկել, տեսել ենք ինչն է փոխվում, ինչն է աշխատում, ինչը չի աշխատում եւ արագ մենք ադապտացվել ենք։ Մի բան, որ մենք հայերս չենք սիրում։ Նույնիսկ երբ հիմա զինված ուժերը պարտադիր ժամկետային զինծառայություն ժամկետը կրճատվում է, սա ադապտացիայի մոդել է, որը մտնում է ողջ պաշտպանական հետ, համակարգի բարեփոխումների հետ, սրան էլ ենք դժվար բանան, որտեղ մենք սովորենք, որ չէ, պետքա լինի այնքան, ինչքան եղել է։ Հիմա տրիպը մեզ լավագույն դեպքում հնարավորություն է տալիս միջնաժամկետ հեռանկարում խաղաղություն Ադրբեջանի հետ ինստիտուցիոնալացնել, միևնույն ժամանակ տրիպը մեզ հնարավորություն է տալիս մեծ ներդրումներ ապահովել Հայաստանում, տարածաշրջանում, տրիպը մեզ հնարավորություն է տալիս բարձրացնել Հայաստանի սուբյեկտայնությունը, բայց մենք չպետք է բացառենք ամենևին, որ երկարաժամկետ հեռանկարում կարող են լինել այնպիսի փոփոխություններ, որոնք մեզ պարտադրեն շատ արագ ադապտացիայի ենթարկվել։ Հետևաբար պետք է պատրաստվել բոլոր սցենարներին։ Այսինքն, եթե այսպես ամփոփելու լինենք, մենք պիտի պատրաստ լինենք միավորել մեր էներգետիկ համակարգը, ասենք օրինակ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ընդ որում այդ քննարկումը գնաց են, որ բավական կտրված կոնտեքստային իմաստով եմ ասում, որովհետեւ Ադրբեջանի հետ մեր միավորումը էներգետիկ համակարգերի անիմաստ է, որպես այդպես։ Մենք պետք է ինտեգրվել Ադրբեջանի, Վրաստանի,
Թուրքիայի եւ հետո արդեն Եվրամիության էներգետիկ համակարգերի հետ, ընդ որում Եվրամիությունը արդեն ասել է, որ ես 500 միլիոն եվրո մենակ դրա համար ձեզ գումար օժանդակություն կդրամադրեմ։ Բայց այսինքն բերել է այդտեղ փող, որովհետեւ ժողովրդական խոսքը ասում է մութ տեղը փողը լույս է տալիս, հա։ Բայց միաժամանակ այդ փողը օգտագործել նրա համար, որ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ կարելի է չարություն անել։ Միանշանակ էս տարբերակն է մեր համար։ Ամփոփեցինք։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ կանայք եւ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորին։